Հակոբ Օշական, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և գրաքննադատ։ Ծնվել է 1883-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում որպես Հակոբ Քյուֆեջյան, իսկ օշական կեղծանունը սկսել է օգտագործել 1920-ականներից։ Հայրը հողազուրկ գյուղացի էր, որը կյանքից հեռացավ, երբ Հակոբը 5 տարեկան էր։ Գրողի միայնակ մայրն աշխատում էր Բուրսայի Մետաքսաթելի մանարանում օրական 14-ժամյա ռեժիմով, իսկ հանգստյան օրերին հարուստների տներում լվացք էր անում, փորձելով ապահովել որդու ապրուստը։ 1899-ին Օշականն ավարտում է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը։ Լինելով բացառիկ ընդունակություններով օժտված պատանի, Հակոբը դեռ մանկուց սկսում է ստեղծագործել։ Նրա Անդրանիկ առաջին արցունքը պատմվածքը լույս է տեսնում 1902-ին։ Հենց այդ պատմվածքի պատճառով երիտասարդ Հակոբին հեռացնում են իր ծնողների հայրենի գյուղի՝ Սոլյոզի դպրոցի ուսուցչի պաշտոնից։ Նա չի հուսահատվում և սկսում է դասավանդել հարևան գյուղում։ Օշականի կյանքը հայոց ցեղասպանության օրերին գեղարվեստական ստեղծագործություն է հիշեցնում։ Սկզբում նա թաքնվում է պոլսահայ մի ընտանիքում։ Բազմաթիվ խուզարկությունների ժամանակ կարողանում է փախուստի դիմել թուրք ոստիկաններից։ Այնուամենայնիվ 8 անգամ ձերբակալվում է և 8 անգամ հաջողում խուսափել մահից։ Վերջում ձեռք է բերում գերմանացի սպայի հագուստ և այդպես ներկայանալով կարողանում է հատել Բուլղարիայի սահմանը։ Օշականի գրական տաղանդն իր ամբողջ ուժով բացահայտվում է հենց այդ տարիներին։ 1921-ին լույս է տեսնում նրա գլուխգործոցներից համարվող «Խոնարհները» ժողովածուն, որով նա իր հաստատուն տեղն է զբաղեցնում արևմտահայ գրողների շարքում։ Կյանքի վերջին 15 տարիներին Օշականն անցկացրեց Երուսաղեմում, որպես ժառանգավորած վարժարանի ուսուցիչ։ Այդ ընթացքում հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, հեքիաթներ, վիպակներ ու գրականագիտական հոդվածներ, ինչպես նաև ստեղծել է հայ գրականություն նշանակալից դասագիրքը։ 1948-ին Օշականը որոշում է այցելել Եփրատի ափերը անթաղ ու անհայտ նահատակների գերեզմանները տեսնելու։ Սակայն մեկնելու գիշերը նրա կյանքն ընդհատվում է։ Քանիներ եմ լսեր, տեխնիկ, ինժինիր, ինտիլիգենտ, իդեոլոգ, դոկտոր և թեր ինչ գիտնամ, քանիներ, դխուր ու թաժան պատկամներ ձրար պատրաստ կբահեն իրենց չորնալիք լեզուներուն տակը, երբ իրենց հետ խոսք փոխանակելու հիմարությունը կորձվի ասկային գոյության, անոր հոգեգան թեմքին անվտար պահպանման շուրջը, այն ինչ այլուրությամբ, ինչ կատաղությամբ, քնարական վերացումով իրենց պատրաստակամությունը կփարփարեին մեր ժողովուրդը զոհելու համամարտկային իդեալներու, դուք կհասկնաք հոգեգան անկումի սա աստիճանը։